Փաշինյան Ռուսաստանի Դաշնության նախագահի եթերախոսազրույցից հետո երկկողմ հաղորդագրություններում չնշվեց շնորհավորանքի մասին որևէ բան շնորհավորել է ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահություններում։ Իսկ ինչ է կարծում ինչու։ Չի շնորհավորել։ Չի ուզել, չի շնորհավորել։ չի անում ստացվում դա ձեզ։ Կարևոր է ձեզ համար շնորհավորել։ Գիտեք ինչ, եթե այդտեղ խարխային կում հետ էր խոսում։ Չի շնորհավորել, բայց ինքը ում հետ էր խոսում։ Իսկ հանդիպում հնարավոր կարող է լինել, պայմանավորվածություն կա, թե Կաթողիկոսին հրավեր կարգեք ազգային ժողովի անջանի։ Համենայն դեպս մենք քննարկումներ, շփումներ անպայման կունենա։ Ասել էի հուլիսի երկրորդ կեսին գնալու եք Ռուսաստանի Գնացի։ մեջ է եւ բացի դա Հələ նույնիսկ ոչ թե երկրորդ, այլ առաջին կեսին։ Դինի հետ հանդիպումը նկատի ունենք ոչ թե Այս պահին մենք խոսել ենք, որ կհանդիպենք առաջիկայում, բայց դեռ կոնկրետացված չէ։ Եկատերինբուրգը նկատի չունեի, այլ Դե ես չեմ կարող Ռուսաստանի բոլոր քաղաքները նախագահի հետ հանդիպումը եւ արդյոք այս հեռախոսազրույցի ժամանակ ռուսական կողմը ձեզ վերջնաժամկետ տվել է հանրաքվե անցկացման վերաբերյալ եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության ղեկավարությունը հայտարարություն է տարածել նշելով, որ եվրոպական երկրների ղեկավարները տեղեկացրել են ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն եվրոպական երկրների շուկաները բացել հայկական ապրանքների առջև։ Սա ինչպես եք մեկնաբանում։ Նախ վերջնաժամկետների հետ կապված խոսույթը ընդհանրապես անընդունելի է։ Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված մենք ինքներս ենք որոշումներ կայացնում եւ այդ առումով ես արդեն ասացի, մենք պետք է որոշենք չունենք եւ ես ասացի ինչ պայմաններում ընդհանրակրեն կարող է տեղի ունենալ։ Հետևաբար այդ մասով խոսակցությունը տեղին չէ, ինչ վերաբերվում է Եվրամիության հետ մեր հարաբերություններում, այդտեղ մեր ինֆորմացիայի աղբյուրը եվրոպական երկրների հետ մեր շփումներն են եւ ոչ թե երրորդ երկրների հետախուզական ծառայություն։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար